զրկված են եղել հարազատից, զրկված են եղել ծնողներից եւ տարիներ շարունակ ապրել են որբի կարգավիճակով, այդ հոգեբանական պահն էլ կարծում եմ, որ շատ կարեւոր է եղել։ Ստալինը կարծում էր, որ արևմտյան դասի կրթություն են ստանում որբերը, փոխանակ ստանալու գյուղատնտես կամ գյուղացի կոմունիստ, այսպես ասած, դառնալու փոխարեն իրենք արևմտյան արժեքներ են կրում։ Եվ հրաման է եկել, որ այլևս Հայաստանից ոչ մի երեխա պետք է դուրս չգա, հատկապես տղաները պետք է Հայաստանից դուրս չգա։ Եվ դա լավ է, իհարկե։ Իհարկե դա լավ է, որովհետև եթե բոլորին տանեին, սովից էլ մեծ մասը զոհվեին, բնականաբար։ Բարև ձեզ, այսօր Մաքուր պատմության իմ զրուցակիցներ Անի Մանուկյանը, ում հետ խոսել ենք հայկական որբանոցներից, հայոց ցեղասպանությունից հետո, մասնավորապես Գյումրիում ստեղծված որբանոցներից, Ամերկոմի, ինչպես անվանում էին Մերձավորարյան նպաստամատույցը Գյումրիում, եւ սա մի ճանապարհորդություն է եղել մեր զրույցը հիշողությունների մեջ, որը մնացել է այս որբանոցների ժառանգների մոտ եւ Անին կազմել է այս գիրքը հետազոտությունը, որովհետև բացի նրանից, որ այստեղ օգտագործված են վերապրողների, ժառանգների հուշերը, այն նաև շատ առատ է եւ հարուստ է արխիվային նյութով։ Հայաստանի ազգային արխիվում, այլ արխիվներում աշխատել է Անին եւ հաջողացրել է ստեղծել այս փայլուն մի աշխատությունը, որի մասին մենք զրուցում ենք, մենք զրուցել ենք այն մասին, թե ինչպես էին ապրում որբերը, ինչով էին զբաղվում, ինչպես դասավորվեց իրենց ճակատագիրը, ինչ պայմաններում նրանք սկսեցին իրենց աշխատանքը եւ ընդհանրապես նաեւ խոսել ենք հիշողության մասին։ Ինչու է կարեւոր հիշողություն, ինչու մենք պետք է հիշենք եւ ինչպես մենք փոխանցենք հիշողությունը ապագա սերունդներին։ Կարծում եմ շատ հետաքրքիր զրույց է ստացվել, անպայման միջև վերջ դիտեք եւ նաեւ հիշեք, որ մենք նաեւ կանք եւ Telegram-ում եւ Spotify-ում եւ նաեւ եթե կարծում եք, որ մեր աշխատանքը ձեզ դուր է գալիս եւ մենք դեռ պետք է շարունակենք, կարող եք մեզ դառնալ Patreon համակարգում, Boosty համակարգում կամ Donation Alert-ում։ Եվ նաև քանի որ մեր մոտ տրադիցիա է դարձել գիրքի խաղարկություն, ես կասեմ, որ այս գիրքը կստանա այն մենք խաղարկենք այն մեր Patreon-ների եւ նաեւ այս մեր վիդեոյի տակ լավագույն մեկնաբանություն թողած բաների մեր դիտողների մեջ։ Այնպես որ ոչ միայն նայեք, այլ նաեւ ակտիվորեն մեկնաբանեք եւ ձեր կարծիքով կիսվեք։ Շնորհակալություն, որ մեզ դիտում եք եւ սիրեք պատմությունը։ Անի ջան, ողջույն։ Ողջույն։ Այսօր մենք հավաքվել ենք քննարկելու քո գիրքը, բայց ավելի լայն իմաստով էլ միայն ոչ թե այն ինչ որ կա գրքում, այլ նաև այն ինչ որ կա գրքից դուրս։ Ես գիտեմ, որ դու նաև շարունակում ես այս թեմայի մեջ լինել, էլի երևի հանդիպում ես, չէ՞, քո հերոսների հետ եւ այլն, եւ հաստատ ավելի շատ բան կունենաս պատմելու, քան այս գրքի մեջն է։ Ես ուղղակի մեր դիտողներին ցույց տամ այս գիրքը, Անի Մանուկյանի գիրքը, Հաղթեցին ապրելով, մի ինձ շատ դուրեկան այսպես վերնագիր, որովհետև ինքը իր մեջ ամփոփում է այդ ամբողջ իմաստը եւ գրախանութներում կա։ Գրախանութներում, եթե կուզենաք այս թեմային ավելի խորը ծանոթ լինել, կարող եք գնաք եւ տարբեր գրախանութներում գիրքը կա, գնեք եւ ունենաք ձեր գրապահարանում։ Արի նախ սկսենք, գիտես ինչ հարցից։ Ինչու որոշեցիր հենց այս ռակուրսով թեման քննարկես, որովհետեւ որպերի թեման տարբեր մարդիկ անդրադարձել եւ գրել են։ Քո գիրքը դա կին որպերի մասին է, որոնք գրվել են իրենց թորնուհիների կամ չէ ավելի դստրերի կողմից, այսինքն էլի կանանց աչքերով։ Անկեղծ ասած հարցը շատ են տալիս ինձ, ինչու դեպքեր եղան նույնիսկ փոքր քննադատություն իմ հասցեին եղավ, որ այստեղ մենք գենդերային անհավասարություն ունենք, ինչու օրինակ թորներից չենք վերցել, այլ թորնուիներից, չգիտեմ անկեղծ ասած ինչու հարցը այդպես դրվեց, որ պետքա այս ձևաչափով արվի, բայց ամեն դեպքում կարծում եի, որ կանայք, քանի որ ավելի հուզական են, ավելի տրավմայի շատ ենթարկվող են, ավելի երկար պահող են այդ տրավման, միգուցե իրենք հետո ավելի շատ փոխանցողն են, երևի թե շատ ավելի զրուցող, փոխանցող եւ այլն, ճիշտ կլինի, որ թորնուհիները, դուստրերը, հարսները, ինչու՞ չէ, այստեղ նաեւ կա մեկ դեպք, երբ ամուսնացած չի եղել Նոեմի տատիկը եւ հարևանուհին պատմեց, էլի կին,
մեշացրել է Լուչիան, որը այնքան ջերմությամբ պատմեց, ես կարծես թե թվում էր թե հարազատներ են իրենք, երևի թե սա է։ Հետո նաև երևի, չգիտեմ, ես ուղղակի ես ենթադրում եմ, որ վերջը քանի որ կանանց պատմությունները երևի կինը ավելի լավ կհասկանա, էլի, այդ ապրումները, այդ ամեն ինչը, էլի, ինչի միջով անցնում են, տղամարդը մի քիչ ավելի դժվար կլինի դա անցնել, դժվար չի, բայց այլ պրիզմայով կլինի, չէ։ Ես երկրորդ բանն էլ ունեմ այստեղ բացատրությունը, որ ամեն դեպքում նաև ուզում էի հասկանալ ինչքանով են փոխանցել այն ամենը, ինչ որ ձեռք են բերել հենց մանկատանը, որովհետև ես անձամբ իմ տատիկին չեմ տեսել, ստեղծել եմ իր կերպարը կողքից լսելով, հարցազրույցներ վերցնելով, եւ բոլորը ակնածանքով էին խոսում, շատ գրագետ, դեր ձեռքի լավ շնորհք ուներ, ու ես անդադ փորձում էի դա կապել մորաքրիչս հետ, ով իսկապես լավ էր կարում, ով լավ թխում էր, անդադ ինչ որ այսպես մտովի գնում գալիս էի ու մտածում էի, տեսնես մյուսների մոտ էլ կա այդ կապը, թե չէ, ինչքանով են մայրերը, տատիկները փոխանցել իրենց դուստրերին, թոռներին, այն ամբողջը ինչ որ ստացել են, որտեվ ես որ լինելով ժառանգ, իմ մոտ շատ հարցեր կային։ Ինչ էին այդ ամերիկյան որբանոցները, որտեվ բոլորը միանշանակ շատ մեծ հիացմունքով էին խոսում, դե ամերիկյան որբանոցի սա է եղել։ Հենց այդ էլ մյուս հարցը, ամերիկյան որբանոց, այն ինչ որ ամերիկում են ասում, չէ՞ մեր կողմերը, ասենք Գյումրիի այդ կողմերը այդպես են ասում, դա Մերձավոր Արևելյան նպաստամածույթներ, չէ՞։ Ամերիկյան, այո։ Nearest relief կոչվածներ եւ կուզենայի մի քիչ դրա մասին պատմել, եթե ինչ էր Ամերիկում։ Ամերիկումը ես երբ հարցազրույցներ էի վերցնում Գյումրիում, բոլորը միանշանակ, երբ ասում էինք ամերիկյան որբան, Ամերիկոմի որբանոցները, բոլորը միանշանակ Ամերիկոմն են ասում։ Հետաքրքիր մի բան ասեմ, որ մինչև գրքի գրելը գրեթե ոչինչ չեմ իմացել, պարզապես այդ հարցերն են իմ ուղեղում եղել, ինչ էր իրենից ներկայացնում, ինչ էին, ոնց էին, չնայած իմ երկրորդ մասնագիտությամբ նաև ես ամերիկագետ եմ, սա անմիջապես կապվում է նաև թեմայի հետ։ Ամերիկոմը փաստորեն ստեղծվեց ցեղասպանությունից կարելի ասել անմիջապես հետո, երբ որ արդեն Մորգենթաուն ազդակներ էր ուղարկում, թե ինչ էր տեղի ունենում Թուրքիայում եւ ինչ բռնաճնշումներ ինչեր էին տեղի ունենում, երբ զարմանալի է, որ շատ արագ արձագանքեց ամերիկյան կառավարությունը եւ հենց Վուդրո Վիլսոնը անմիջապես օգնության ձեռք մեկնեց, իր շուրջ հավաքեց նաև բավականին մեծ կարողություն ունեցող բիզնեսմենների եւ անկեղծ ասած, երբ ես Միացյալ Նահանգներում էի եւ իմ ակադեմիական կոորդինատոր Դոնալդ Կրիչլոն ինձ առաջարկեց, որպեսզի ես սկսեմ իմ դոկտորականը հենց աշխատանքը ցեղասպանության թեմայով, հենց ինքը այդ հարցադրումը անում էր, ինչ կառույցեր եւ ինչու էին նպատակաուղված հենց Հայաստանում օգնելու որբերին, դա պետական աջակցություններ, թե անհատական աջակցություններ, ուզում եմ ասել, այդ հարցերը կարծես թե մինչև հիմա էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների գիտնականների կողմից կան, բայց որքանով ես փորձեցի ուսումնասիրություններ անել, հասկացա, որ ամեն դեպքում պետական աջակցություն եղել է, որտեղ առանց պետական աջակցության այդքան մեծ օգնություն չէր կարող լինել։ Թեև միլիոնատերերը ներգրավածել է, չէ, Ռոքֆելերները, բան, այո, հայտնի մարդիկ, գիտեք, Չարլի Չապլինը ինչքան մեծ օգնություն է, բայց ամեն դեպքում, եթե պետական աջակցություն չլիներ, կարծում եմ, որ խոչընդոտներ, եթե հանդիսանային, խոչընդոտներ դնեին, բնականաբար այսքան մեծ ծավալի օգնություն չէր լինի։ Եվ ես հիշում եմ Գյուտեմպոյի հետ որ խոսում էինք այս թեմաներով, ինքը ասաց, որ մի տեսակ այսպես առաքելության զգացում ուներ ամերիկյան պետք, մեսիական, իրանք պետք է քրիստոնյաներին օգնելու բան այդ։ Ես մի հետաքրքիր հետազոտություն էլ ուսումնասիրեցի, երբ որ գիրքը գրում էի, այնտեղ մի ազգությամբ հույն հետազոտող հարց էր տալիս, թե ինչու էին հատկապես շատ մեծ օգնություն տալիս, առանձնահատուկ օգնություն էին առանձնացնում հայերին։ Չէ՞ որ այնտեղ ասորիներ, հույներ, հրյաներ եւ այլն։ Եվ նաեւ իր աշխատանքի մեջ ինքը իր պատասխանը տալիս էր, որ սա ավելի շատ առաքելություն էր քրիստոնեական եւ ամեն դեպքում չմոռանանք, որ նաեւ միսիոներները շատ մեծ դեր ունեցան եւ միսիոներները համարում են, որ քանի որ առաջին ասպես ասեմ պաշտոնապես ընդունած քրիստոնյա պետություններ եւ ուզում էին պարզապես աջակցության ձեռք մեկնել քրիստոնյա ազգին։ Այդպես եմ նաեւ, այդպես ես հասկացա այդ աշխատությունը ես վերլուծելով եւ եզրահանգումով։ Հիմնականում Գյումրիում էր, չէ՞ աշխատում, ճիշտ եմ հասկանում։ Իմիջիալից ասեմ, որ կենտրոնը հիմնական եղել է Գյումրին, բայց Երևանում էլ են եղել որբանոցներ, եղել են նաեւ Ստեփանավանում, Դիլիջանում, նաեւ Ծաղկաձորում է եղել։
Օրինակ Դիլիջանում հիմնականում տուբերկուլոզով հիվանդ բնության հետ կապված, այո, այնտեղ կառավարությանը դիմեց Ամերկոմը եւ խնդրեց, քանի որ շատ էին, խնդրեց, որպեսզի սանատորիայի տեսքով ինչ որ տեղեր հատկացնեն եւ ընդառաջեցին, այնտեղ հիմնականում տուբերկուլոզով հիվանդ եւ աշխատակիցները եւ որբերին էին տեղափոխում, ովքեր այնտեղ կա մի հետաքրքիր տանիքներին էին քնում, բացօթյա, բայց նաեւ դասերի էին գնում երեխաները, այդ տեսանկյունից։ Ստեփանավանում ես ինչքանով որ փորձեցի ուսումնասիրել եւ հասկացել, այնտեղ ավելի շատ գյուղատնտեսական ուղղվածության է եղել։ Պապս որբանոցից հետո Ստեփանավանում ավարտել է մանկավարժական ուսումնարանը եւ հետո արդեն որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ սկսել է աշխատել Ալավերդի գյուղերից մեկում, հետո դարձել տնօրեն։ Հետո նոր արդեն վերադարձել Ալեքսանդր Լենինական, հետո արդեն կոնտ են տեղափոխվել։ Ամեն դեպքում գյուղատնտեսության հետ կապ չի ունեցել, բայց այնտեղ էլ ուսումնարան է եղել եւ կարծեմ 31 թվականին ավարտել է։ Իսկ Գյումրիում հիմնականում այդ 3 հիմնական բաներ ունենք, չէ՞։ Մինչև Ամերկոմի որբանոցների բացվելը, քանի որ ահավոր վիճակ էր, որբերը շատ էին, ոչ միայն որբերը, գաղթականները, հոսքը շատ էր։ Արևմտյան Հայաստանից դեպի Ռուսա Հայաստան, ինչպես իրենք ասում էին այն ժամանակ, կային նաև տեղական նախաձեռնություններ, երբ որ բացվում էին հայերի կողմից, բարեգործական կազմակերպությունների կողմից, իհարկե տարբեր կան, բայց այնքան շատ էր հոսքը, որ երիտասարդ, այսպես ասած, այդ արդեն հանրապետություն դարձած պետությունը վիճակի չէր այդ ամբողջը միայնակ տանելու, այդ իսկ պատճառով 1919 թվականին Ֆրանսիայում Նուբար Փաշայի նախաձեռնությամբ երրակողմ հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի, նաև Ամերկոմի ներկայացուցչի կողմից, որտեղ այնտեղ համաձայնագիր կնքեցին, որ պետությունը ստանձնում է շենքեր տրամադրելու գործը, իսկ Ամերկոմը որբանոցներ ստեղծելու, որբախնամ աշխատանքներ իրականացնելու աշխատանքը, բայց պետք է ասեմ, որ միայն որբախնամ չէր, քանի որ գաղթականների մեծ ծավալով աշխատանքներ էին նաև կատարում, հատկապես կանանց։ Իրականում Ամերկոմի ծրագրերի մեծ մասը ուղղված էին որբերին եւ գաղթական կանանց։ Դա կլիներ կարուձևի տեսքով, դա կլիներ ասեղնագործության ձևով, դա կլիներ գորգեր գործելու ձևով։ Իհարկե գրքում էլ կա, որ տղամարդկանց արդեն հիմնականում շինարարության մեջ էին տեսնում, երբ արդեն որբանոցներին կից պետք է ընդհանրենք բաղնի կառուցվեր կամ ինչ-որ փոքր հացի թխման կետ կամ վայր եւ այլն, այնտեղ արդեն գաղթական տղամարդկանց էին հիմնականում վերցնում եւ դրա փոխարեն տալիս էին կամ եգիպտացորեն աղացած եգիպտացորենի ալյուր կամ հենց ցորենի ալյուր աղացած, դրանով էլ մի փոքր նաև հարցն էին լուծում, որ գոնե սովից փրկում էին այդ գաղթական տղամարդկանց, ինչեւ որ տեսնեն ինչով կզբաղվեին։ Գյումրիում այդ գյումրեցիները հիմա շատ լավ կհասկանան, որ չի հասկանա, ասեմ, որ այդ միջև հիմա այդ անունները պահպանվել են Գյումրիում, փաստորեն դա այդ պոլիգոններ կոչվող մասն է, դա այդ Սևերսկի եւ Կազաչի պոստ։ Երեքն է ռուսական բանակի, չէ՞, բաներ են եղել, զորանոցներ, ոնց է դա կոչվում։ Զորանոցներ, այո, զորանոցներ են եղել, որոնք վերափոխվել են, հա։ Երբ շատ եմ ուսումնասիրել հատկապես Կազաչի պոստը, որտեղ այնտեղ ավելի շատ կան այդ կարծես հետքերը, այնտեղ բոլոր այդ շենքերի վրա 1903 կա մետաղական, այսպես դարբնի աշխատանքով, բնականաբար արդեն եզրանկման են գալիս, որ այդ շենքերը կառուցվել են 1903 թվականին։ Հիմնականում նաև Կարսում են եղել նմանատիպ կառույցներ, Ալեքսանդրապոլում եւ Կարսում, եւ դրանք բոլորը ցարական Ռուսաստանի ժամանակ հենց զինվորական կետեր են եղել։ Կազաչի պոստ ասելով ենթադրաբար այդտեղ երևի թե եղել են կազակներ նաեւ, իրենց ամբողջ կյանքի համար բոլոր հարմարություններով դրանք կլինեն եւ ննջարան, այսպես ասած, մաս որտեղ քնել են, որտեղ զորավարժություններն են կատարել, ունեցել են բաղնիկ, ունեցել են տարբեր շենքեր են ունեցել։ Երբ 19 թվականին երբ հանդիպում տեղի ունեցավ, դրանք արդեն վաղուց դատարկ էին
եւ որոշում կայացվեց, հեռացել էր արդեն եւ որոշում կայացվեց, որ հենց այդ շենքերը քանի որ շատ էին, մեծ էին, իհարկե անմխիթար վիճակում էին այդ ժամանակ պատուհաններ, ապակիներ չկային եւ այլն, հաստային շատ պատերը տաքացնելու մեծ խնդիր կար, այնտեղ գրքում էլ կա գրված, որ խնդրում էր անդադ Ամերիկումը, որպեսզի իրեն ածուխ, մազութ ապահովեին հենց հատկապես Ալեքսանդրապոլի որբանոցների համար, որտեղ այդ 3 մեծ որբանոցներում տարբեր տարեթվերին տարբեր թիվ են ասում, տարբեր աղբյուրներ։ Կարծում եմ, օրինակ 25 թվականին, երբ Ֆրիծյոֆ Նանսենը եկավ եւ Կազաչի պոստում էլ եղավ, այսինքն եղավ գրեթե որբանոցներում մոտավորապես 25000 որբ կար։ Այնպես որ սրանք հենց որբանոցի որբերը, դա ինչքան էլ որբեր չէին կարողանում վերցնել։ Գրքում էլ կա, որ խնդրում են շատ, որ միակողմանի որբերին ենթադրենք նորից վերցնեն, կամ նույնիսկ ծնողներ ունեն այնքան աղքատ են, գաղթական են, որ չեն կարողանում պահել, եւ այդ նամակներ էլ կան գրքում, որտեղ պատասխանատուները Ամերիկոմի նամակներին գրում են, որ պարզապես չեն կարող, որովհետեւ եթե նորերին վերցնենք մեր ամենօրվա պաշարը կպակասի եւ մենք չենք կարող պահել գոնե այն որբերին, որոնք արդեն մեր խնամքի տակ են գտնվում։ Իրականում շատ ծանր ժամանակներ են եղել։ Այս 3 որբանոցները մեծ ամերիկյան 3 մեծ որբանոցներ են։ Կարծում եմ, որ այնտեղ եղել են նաեւ փոքր։ Ես գիտեմ, որ օրինակ նորվեգական ա եղել, Bodil Byrne-ի աշխատացրածը։ Այո 30 տղաների համար էր 30 որբերի, բայց խորհրդային կառավարությունը դա չհանդուրժեց, փակվեց եւ հետո այդ 30 որբ տղաներին տեղափոխեցին ամենայն հավանականությամբ Կազաչի պոստ, ամեն դեպքում աղբյուրներում նշվում է, որ տեղափոխվել են Ամերիկոմի որբանոցներ, բայց քանի որ Էլի այստեղ էլ շատ վիճահարույց հարց կա, Կազաչի պոստը միայն աղջիկների համար էր, Սևերսկի պոստը էլի հիմնականում աղջիկների համար էր, Պոլիգոնը տղաների համար էր, սակայն այդ հարցազրույցների արդյունքում շատ ուրիշ պատկեր ստացա ես, որ ամեն հավանականությամբ երևի այդքան մեծ սահմանափակումներ չեն եղել, խառն են եղել, բայց Կազաչի պոստը հայտնի է եղել տեքստիլ արտադրության, այսպես ասած, որպես կենտրոն լինելու, որտեղ հիմնականում գաղթական կանայք եւ որբ աղջիկներն են եղել, Պոլիգոնում հիմնականում տղաները, ովքեր զբաղվել են կոշկակարությամբ, թիթեղագործությամբ, դարբնությամբ են զբաղվել, դեպո են գնացել, աշխատանքի են հետո մի քանիսին վերցրել դեպոյում երկաթգծում որպես աշխատողներ, այնպես որ կարծում եմ այստեղ միանշանակ ասել չի լինի։ Այսինքն ինքը որբանոցը ոչ միայն զուտ այսպես կյանքի կենսապահովմամբ էր զբաղված, այլ նաև պատրաստում էր իրենց ապակա իրենց կյանքին, մասնագիտական կարողություններ էր տալիս։ Միանշանակ, շատ հետաքրքիր բացահայտումներ նաև արեցի գիրքը գրելու ժամանակ, երբ որ մեր արխիվ գնացի եւ 1924-ից 25 թվականի Պոլիգոնի կրթական հաշվետվությունը գտա, որտեղ շատ հետաքրքիր էր համակարգը, որ այնտեղ կա մանկապարտեզ, դպրոց, տարբեր տարիքի աշակերտների համար, ասեմ, որ այդ դպրոցի հիմքի վրա, հետո դրա այդ համակարգի հիմքի վրա բացվեց առաջին դպրոցը, որի վրա էլ բացվեց առաջին ուսումնարանը, մանկավարժական եւ այլն, ուզում եմ ասեմ, դա ահագին լուրջ կառույց է եղել եւ չեն կարող ասել, որ միայն զբաղվել են զուտ խնամելով, որ ողջ մնան որբերը, նրանց ապագայի մասին էլ են շատ մտածել։ Սրա մասին խոսել եմ արդեն, ուզում եմ դրա մասին հատկապես խոսել, որ աղջիկները ստանում էին 6 կրթություն, տղաները ստանում են 7-ամյա կրթություն, բայց աղջիկները 1 տարի ուշ էին դպրոցից, որբանոցից դուրս գալիս, տղաները 16-ում, աղջիկները 17-ում, եւ Ամերիկոմը բազմիցս այդ հարցը բարձրացրել է, որ աղջիկներին կարելի է 7-ամյա կրթություն տալ տղաների պես, երկու հիմնական հարց լուծելու համար, նախ ավելի ինքնավստահ եւ ինքնաբավ կլինեն որբանոցից հետո, երկրորդը հայ ժողովրդին շատ են պետք գրագետ մայրեր։ Ասելիքս այն է, որ իրենց նպատակը միայն որբերին պահելը չէր, այլ նաև նրանց ապագան էլ, չնայած շատ անհանգստացած էին, քանի որ շատ արհեստական միջավայր էր ստեղծվել, արտաքին աշխարհի հետ գրեթե կապ չկար, եւ դա կարծես քաղաք էր քաղաքի մեջ, եւ այդ հարցադրումն էլ իրենց մոտ կար, արդյոք կարողանան որբերը հետո որբանոցից հետո ադապտացվել այդ կյանքին, հասարակության մեջ ինտեգրվել։ Իսկ հասարակության մեջ այնտեղ իսկ պետությունը տեսնում էր իրենց որպես ապագա կոմունիստ գյուղատնտեսներ։
ասեմ, որ շատ մեծ նշանակություն էին նաև տալիս գյուղատնտեսությանը, դասընթացներ էին վարում, հողակտորներ էին տալիս որբերին, որ մշակում էին, դա էլ հետագայի համար էր, որպեսզի կարողանային իրենց գլուխը պահել, իսկ բանը ֆինանսավորումը հսկայական ֆինանսական միջոցների հետ գործ ունենք 25000, նո ենթադրենք ընդունենք այդ թիվը որպես պայմանական թիվ 25000 որպի գումարած նաև այնտեղ բան անձնակազմ կա եւ այլն կամ արդեն պետք է կերակրել, պետք է աշխատավարձ տալ, պետք է դասընթացների համապատասխան պարագաներ, հագուստ եւ այդ ամեն ինչը որտեղից այդ միջոցները հիմնականում դրանք նվիրատվությունների տեսքով էին գալիս կարծում եմ որ այդ մեծահարուստները որ ներգրաված էին իրենք էլ ունեին բայց ամեն դեպքում անհատական նվիրատվությունների դեպքեր էլ շատ կա նույնիսկ այսպիսի համակարգ է եղել որ լավ սովորողներին անհատական մարդիկ ֆինանսավորել են հետագա սովորելու համար գրքում կա նույնիսկ այդ կտրոնները փոխանցումների որ այսինչին փոխանցվել է իսկան գումար լենինականի ենթադրենք որ բանոցի հետագա ուսումը հետագայում շարունակելու համար իսկ ինչ վերաբերում է ուտելիքին կան էլի գրքում ես գտա նյութեր որ նույնիսկ նավերով հացահատիկ են ուղարկել պարենային մթերքներ նույնիսկ մաճակալներ ներքնակներ ամեն ինչ որպեսզի կարողանան որբերի կյանքը մի փոքր ավելի լավը դարձնեն այդ որբանոցներում որտեղ սկզբում երբ տեղափոխվեցին որբերին տեղափոխեցին այդ շենքերում պոլիգոն կազաչիպոստ եւ սևերսկի պոստ պայմանները ըստ նկարագրության անտանելի էին որովհետեւ մեծ բարձր առաստաղներով շենքեր են հաստ պատերով ջերուցում չկա ցուրտ ձմեռներ պատուհանները կիսակոտրած ապակիներ չկան եւ այլն մի մաճակալի մեջ եթե կար իհարկե մաճակալ երկու երեխա էր մինիմումը քնում մյուսները քնում էին հարդով լցրած պարկերի վրա ինչ որ պայմաններ մի կերպ թիթեղեր կպցրած պատին որի վրա ածուխով գրում էր ուսուցիչը դասերի ժամանակ եւ այլն հատակը լրիվ ցեմենտով սառը դե հագուստ էլ չկար հաստ գուլպաներ չկան եւ այլն զուգագուլպաներ չկան բայց կամած այդ նվիրատվությունների տարբեր միջոցառումների միջոցով արդեն մի փոքր կարգավորվեց ըստ աղբյուրների եւ արդեն դեպ տակացնում էին սենյակները եւ ավելի հագուստել էին արդեն ստանում հիմնականում ամբողջը Միացյալ Նահանգներից գալիս էր Կոստանդնուպոլիս ամերիկյան դեսպանատուն Կոստանդնուպոլսի որից հետո միսիոներները հիմնականում բաժանում էին դրանք կոնկրետ Հայաստան հասնում էին բեռները տեղափոխելով Կոստանդնուպոլսից Փոթի կամ Բաթում, որտեղից արդեն օրինակ Էրնեստ Յարոն իր նամակներում կա, որ հենց անձամբ ինքը գնացել եւ Բաթումից բերել է արդեն մեքենաներով, բեռնատար մեքենաներով բերել հասցրել են, չնայած որ ճանապարհները շատ վտանգավոր են եղել Այդ իսկ պատճառով դեպքեր են եղել, որ մի քանի ամիս ստիպված մինիմալ նվազագույն ուտելիքով են ստիպված եղել յոլա գնալ, մինչև որ ուտելիքը հիմնական հացահատիկը եգիպտացորենը կհասներ արդեն Հայաստան։ Բայց այդ բեռների հետ կներեք, որ ընդհատում եմ, նաև եղել է առաջին անգամ փորձել են կակաո, առաջին անգամ փորձել են խտացրած կաթը, առաջին անգամ փորձել են Հերշես շոկոլադը եւ կան հարցազրույցների ժամանակ ասում էին ժառանգները, որ տատիկս պատմում է, որ քաղցր կաթը Գյումրիում, չէ՞, քաղցր կաթը խտացրած կաթին են, այնքան դուրս եկավ այդ որ առաջին անգամ փորձել են հենց որփանոցում, որտեղ մինչեւ այդ չեն փորձել ու մինչև տեղափոխվել են այդ որփանոցները մի քանի ամիս շարունակ քաղցր չեն կերել դրա համար երբ որ արդեն քաղցր կաթը եկել է ունեցել են շատ խիստ իմիջիալոց կանոնակարգ բժիշկների կողմից սահմանված թե ինչքան պետք է ուտեն քանի գրամ ու սկզբում շատ փոքր չափաբաժնով են տվել, որովհետև իրականում կիսաքաղցած են եղել, նաև քաղցրի կարիք չտան, շատ էլ չի եղել, բայց ամեն դեպքում իրենց հուշերի մեջ մնացել է, որ քաղցր կաթը առաջին անգամ։ Հայտնի պատմությունը կա, չէ՞, Ջեյքի Կուգանի այն որ Չապլինի հետ են հայտնի ֆիլմում խաղում, որ ինքն է նույնիսկ այդ շոկոլադի բաներ տուփեր ուղարկել, որովհետև ինչ որ իմացել է, որ Հայաստանում սոված երեխաներ կան եւ այդ շատ հայտնի պատմություն է։ Իրականում կա, դա էլ փաստորեն այնքան հետաքրքիր բան ստացվեց, որ ես ուզում էի որպես այդ հարցազրույցներից գնայի դեպի արխիվային նյութերը, շատ ժամանակ այդ արխիվային նյութերից նաև եկել եմ հարցազրույցները, ու այդ կապը որ տեսնում էի, իսկապես զգում էի, որ դա արժանահավատ տեղեկություն է, որովհետև 100 տարի եւ ավել
պատմություններ անցել են արդեն եւ մի քիչ շատ քննադատ ենք մենք, միգուցե մարդիկ լինեն ովքեր ասեն իսկ ով է դա ասում, ապացույցները որտեղ են, ինչ են, իսկ այդ արխիվային նյութերը հիմնականում իրենց նյութերն եմ հանել արխիվային նյութերից, որ գոնե կապ ստեղծվի, օժանդակ որպես որտեղ հիմնավորում է այդ ամեն ինչը, որտեղ հարցազրույցներում մարդկային հիշողությունը նաև ձևափոխվելու բաների սովորություն ունի, բայց երբ որ ինքը արդեն փաստաթղթով ապացուցվում է, արդեն կարողանում ես Բերանից բերան անցնում շատ ժամանակ տեղանունների փոփոխություն է տեղի ունենում, եղան դեպքեր, երբ որ տեղանունը արտասանվեց այնպես, որ ոչ մի կերպ չէր հասկացում, որտեղից էր, Կարսից էր, բայց հետո ուղարկեցի նյութը մեր գիտությունների ազգային ակադեմիա, խնդրեցի գործընկերներից, ուսումնասիրեցին ամբողջ Կարսի գյուղերը, հետո մի կերպ հասկացանք, որ ամեն դեպքում երևի փոփոխվել է անվանումը, երբ այս գյուղից է եղել ծագումով, որովհետև չկար այդ անվանումով գյուղ չկար որպես այդպեսի։ Դենց աղոտ հիշողությունը մնացել, ձևափոխվել է։ Բարդ պրոցեսներ էին, էլի։ Այդ ֆինանսավորման հետ կապված ես նաև հիշում եմ, որ Ամերիկայի նախագահը հայտարարել էր այսպես կոչված բան ոսկե կիրակիներ կանոնը, այո։ Որ երբ որ հենց այդ օրերը մարդիկ կարող էին հանգանակություններ անեին կոնկրետ նվիրված հենց այս Մերձարարովյան նպաստամատույցի որպանոցներին եւ շատերը օգտվում էին։ Իրականում այդ օրվա իրենց մեկ չափաբաժնով ուտելիքը իրեն կրճատում էին, որպեսզի մնացած գումարը փոխանցեին հայ որբերի ֆոնդին, չգիտեմ ճիշտն ասած ֆոնդ կար չկար, ամեն դեպքում իրենց նվիրատվություններն էին անում, դպրոցներն էին ներգրաված, այնտեղ բաներ կային նամակներ, որտեղ գրվում էր, որ դպրոցներ են եղել, որ սեփական նախաձեռնությամբ հավաքել են գումար, գնել են էլի շոկոլադներ, քաղցրեղեն եւ այլն Հայաստան ուղարկելու համար։ Հայ ցեղասպանության թանգարանում մենք մի փոքրիկ սրվակ ունենք, որտեղ բրինձ է լցված, դա մի օրվա այդ չափաբաժինն է բրինձի, որը հավաքել են եւ նաեւ ունենք փոքրիկ այսպես տուփիկներ, բաներ մետաղադրամ գցելու, երբ որ ամերիկյան դպրոցներում երեխաները իրենց ճաշելու այդ գումարներից նաեւ խնայել են եւ այդ տուփիկների մեջ են լցրել, հետո այդ տուփը փոխանցվել է նպաստամատույցին, որի վրա նաեւ կա որ հայ երեխաներին երեխաների համար, որպես կանոն ասում էին, որ $3 իրենց ճաշն էին կրճատում եւ փորձում էին 30-ից 40 ցենտանոց ինչ որ մի բան ուտել, ինչպես որբերին էին 30-ից 40 ցենտ էր փաստորեն մի օրվա բանը ծախսը կազմում հավանաբար մնացած գումարը փոխանցելու համար որբերին Շատ նաև այդ ֆինանսականը իհարկե շատ մեծ բանը ներկայություն է, բայց դա նաև զուտ ֆինանսական հարցը չէր, էլի, դա նաև երևի այդ ջերմությունն էր փոխանցում, որ մարդիկ հասկանում էին, որ այս աշխարհում միայնակ չեն, էլի, կան մարդասիրությունն է ամենամեծ բաներ, ու ես չգիտես ինչու, մինչև հիմա հավատում եմ, որ նմանատիպ պատմություններով մենք մարդասիրությունը, այսպես գլոբալ դարաշրջանում մի փոքր ավելի մարդկանց մոտ կմեծացնենք այդ մարդասիրության զգացողությունը եւ վերջ-վերջո կհասկանանք, որ այս նյութապաշտական հասարակության մեջ երևի թե մի քիչ սխալ ուղղությամբ են գնում, որովհետեւ 100 տարի առաջ ամերիկացի շատ հասարակ ամերիկացին փորձեց ամեն ինչով օգտակար իրենից հազարավոր կիլոմետրեր են կողմ, ինչ որ անհայտ մի ազգի, ինչ որ անհայտ մի երեխային ձեռք մեկնեց, օգնեց Ինչու՞ չէ նաև ворթեգրեցի, նաև տարան, շատ է այս հարցը նորից շրջանառում, շատ են ինձ հարցնում։ Բավոր տարան, բավոր մեր լավերին տանում էին եւ այլն, բայց ես էլ իմ համար, երևի թե իմ համար ես պատասխանն եմ գտել, որ ամենայն հավանականությամբ երևի չէին կարծում, որ այդքան շատ որբիկ կարողանան ապահովել ամեն ինչով։ Դա երևի թե նաև միջոց էր գոնե որոշներին փրկելու եւ մի քիչ ավելի լավ կյանք տալու իհարկե ես չգիտեմ ինչ կյանք էր սպասում Միացյալ Նահանգներում այս գրքի շարունակությունը շատ եմ ուզում այդ հետազոտությունը իրականացնեմ ուզում եմ այս նույն սկզբունքով գտնեմ երեք մեծ որփանոցներից տեղափոխած այդ երեխաներին եւ ուզում եմ ժառանգների միջոցով եւ օգնությամբ նորից բացահայտեմ հասկանամ դա իրականում կառավարական ծրագիր է դա անհատական նախաձեռնություններ այնտեղ հայտնվելուց հետո ինչ ճակատագրի արժանացան շատ դժվարացել եմ հետազոտությունը քանի որ գիտեմ որ անուններն են փոխել ազգանուններն են փոխել որթե գրել են
Հիմա ես գիտեմ նաև որ հիմնականում Կալիֆոռնիայի են տալ, Ֆրեզնոյում ա եղել մեծ կենտրոն, բայց սրանք զուտ այսպես փոքրիկ դրվագներն են, որ ինձ հնարավորություն չեն տալիս դեռևս կապ հաստատել եւ գոնե 1-2-ի հետ կապ հաստատել, որ կծիկը բացվի։ Պետք է մեծ այսպես հայկական համայնքներ ունեցող տեղեր տանեն, Բոստոնն են երևի գնաց, Ավրորան Մարտիկանյան չէ, Բոստոնա գնում բան։ Եվ ես ցել եմ որ հիմնականում ասում են տանում էին նրանց, ում որ հույս ունեին, որ այնտեղ բարեկամներ կգտնեն, ասենք ինչ որ ասելա որ ես գիտեմ որ իմ եղբայրը ընդհանրենք այս թվին գնացել բան, այսպես արտագնա աշխատանքի եւ չեմ վերա չի եկել, տանում էին որ այնտեղ տեղում ավելի հեշտ գտնեն, բայց հա այդ ես եմ լսել այդպես լեգենդա կա նաեւ մեր մոտ որ ամենագեղեցիկներին, ամենաառողջներին տանում էին Ամերիկա։ Այստեղ ես ունեմ հակափաստարկ, չգիտեմ, միգուցե մի փոքր մեջս նաեւ այսպես խոցվում եմ որ ասում են ամենագեղեցիկներին, ամենաառողջներին, ամենալավերին։ Ես ուզում եմ ասել, այսպեսի հարցադրում, պապիկս կապուտաչի է եղել, ցորենամար, շատ գեղեցիկ տղամարդ, տատիկս էլի կլորիկ, նույնիսկ ասել են, որ կարծես ռուս լինի, սպիտակամաշկ եւ այլն։ Պապիկս ասել է աղջիկներին, դուստրերին պատմել է, որ իրեն հարցրել են, կուզես Ամերիկա գնալ, ինքն ասել է, չէ, ես ուզում եմ այստեղ մնալ։ Տատիկս 3 տարեկան, հետո որ մեծացել, նույնիսկ այդ հարցադրումը չի եղել։ Մի մոտ հարց է առաջանում, առողջ էին, ոչ մի խնդիր չունեին, տրախոմայով չէին տառապում, թոքախտով չէին տառապում եւ այլն։ Ուսյալ են եղել, սովորել են, երկուսն էլ կրթություն են ստացել, այդ դեպքում եթե առանց հարցնելու էին տանում, առանց որևէ բանի, ինչու իմ կոնկրետ տատիկին եւ պապիկին չտեղափոխեցին նահանգներ։ Այստեղ մի փոքր ես արդեն վերապահումով եմ մոտենում, որ լավերին, առողջներին, իսկ կա հուշերում կա իրենք էլ են հիշում, որ նման բա դեպքեր եղել են տանելու։ Այո, կան ժառանգներ, ովքեր հիմնականում ասում են, որ առավոտ արթնացան, քույրս չկար, կամ մյուսն ասում են շատ դառնացնում էր տատիկիս կյանքը, քանի որ քրոջը տարան Միացյալ Նահանգներ առանց իրենց հարցնելու, առանց տեղյակ պահելու եւ այլն կան 3-4, չէ, ավելին, մի 5-6 պատմություններ կան, որտեղ այդ կա էլի տարան, բայց դա կար ժամանակ է եղել, դա մինչև կարծեմ 22-ից 24 թվականն է եղել, որից հետո արդեն Ալեքսանդր Միասնիկյանը կասեցրեց, թույլ չտվեց այլևս, որպեսզի որբերին տանեին, բայց ամեն դեպքում 2 գնաց կասում են, 2 նավ հասցրել են տեղափոխել։ Շատ հետաքրքիր պատմություն է, եթե հնարավոր լինի այդ նավը կամ այդ գնացքի պատմությունը ֆանտաստիկ պատմություն կլինի։ Ամեն դեպքում կարծում եմ, որ Նյու Յորքով են երևի թե մտել երկիր, եւ եթե այնտեղ լինեն փաստաթղթերը հնարավոր լինի այնտեղ գոնե անունները, այդ Էլիս Այլենդով են, չէ՞ մտնում, Այո, գոնե կարող դե դարպասն է Միացյալ Նահանգներ, գոնե կարողանայի այնտեղից փաստաթղթեր գտնել իրենց անունները։ Փորձել ես թե չէ։ Դեռ չեմ փորձել, ճիշտն ասած։ Երևի պետք է գնաս տեղում մարդը։ Տեղում կարծում եմ, որտեղ հերահար փորձեր ինչքան անում եմ, դեռևս ոչ ոք չի ստացվում։ Հա, իսկ եթե մենք խոսեցինք փաստորեն իրանց կրթության մասին, որոնք կրթվում էին, խոսեցինք որոնք նաև աշխատում էին։ Ուրիշ առօրյայի հետ մասին ինչ հետաքրքիր բաներ կարող ես։ Հետաքրքիր բաներ շատ են։ Որտեվ հա առօրյա կյանք են, չէ՞ ունեցել բացի դասից եւ աշխատանքից, ինչով են զբաղվել, փակ տարածքում։ Իմ համար ինքան հետաքրքիր է այդ բանը։ Ըստ իմ ուսումնասիրած տվյալների եւ մեր արխիվից վերցրած այդ զեկուցագրի, փաստորեն լիքը խմբակներ են եղել։ Թատերական, ասմունքի, սպորտային խմբակներ են եղել։ Իմ ջարից ասել որ առաջին անուշն են բեմադրել պոլիգոնում, բեմադրություն է եղել։ Չգիտեմ դա էլ լեգենդների շարքից է թե չէ, դե առաջին անգամ անուշը նաև Գյումրիում է, չէ, թատրոնում եղել, ասում են որ իբրև թե առաջինը եղել է որբանություն, հետո արդեն եւ այլն, չգիտեմ, ես դրանք շատ չեմ ուսումնասիրել, բայց ամեն դեպքում թատերական խմբակներ եղել են, ասմունքի սերտողության խմբակներ են եղել, գրադարանն է բաց եղել մինչեւ 9:30, որտեղ կարող էին գնալ, կարդալ եւ Խաչիկ Դաշտենցը, ով մեծացել է պոլիգոնում, մի հետաքրքիր խոսք է ասել, որ որբանոցում էլ ապրելն ունի իր առավելություններ, օրինակ գրադարան գնալը։ Ինքը շատ մեծ ժամանակ է անցկացրել գրադարանում, սակավականագրքեր են եղել, բայց գրեթե բոլորը ընթերցել է, շատ մեծ գործ են արել իմիջիալոց գրադարանը մեծացնելու, բազմալեզու դարձնելու գրքերը, այնտեղ մի փաստաթուղթ ես հանեցի արխիվից, որտեղ կա 11000 քանի 100 կտոր գիրք կա, որից այսքան օտարալեզու, այսքանը հայալեզու գրքեր են, չգիտեմ, էս են 24-ից 25 թվականի պոլիգոնի գրադարանի, այսպես ասած,
զեկուցագրից վերցրած մի մասը։ Իսկ որպեսզի պատկերը շատ այսպես գունավոր եւ վարդագույն այսպես չլինի, ուզում եմ նաեւ մի քիչ դժվարություններից խոսենք։ Ասիր որ պայմանները մանավանդ սկզբնական շրջանում շատ դժվար էին, հետո էլ ինչ կարող է, ինչ։ Դժվարությունները այն է եղել, որ հագուստի շատ մեծ խիստ պակաս են ունեցել։ Այդ իսկ պատճառով փորձել են երկրորդ կյանք տալ հագուստին, տղաներին էլ սովորեցրել են կարկատել, գործել, որպեսզի իրենք սեփական գուլպաները գործեին, կարկատեն։ Այդ սպորտային խմբակ ասելը իհարկե մի քիչ շատ վարդագույն երևի թվաց, որտեղ պապուս հուշերում էլ եղել է, փոխանցել է, որ մենք նույնիսկ գնդակ չունեինք ֆուտբոլ խաղալու համար, դրա համար ինչ լաթեր կար, կապում էինք իրար եւ այդ լաթերով գնդակ է, որպես գնդակ ֆուտբոլ էինք խաղում։ Եվ կարծում եմ ծանր բաներից մեկը այն էր, որ երևի հոգեբանական մեծ տրավման։ Օրինակ տատիկս ասում են, որ բացարձակ չի խոսել որբանոցի կյանքից, միշտ լուռ է եղել։ Փորձել է չխոսել, չհիշել, բայց պապիկը շատ է պատմել։ Ու շատ եղան դեպքեր նաև հարցազրույցների ժամանակ, որ ասում են, որ փորձում էր չհիշել, կարծես կտրել հանել կյանքից այդ մասը։ Հետո այդ սնունդ ասածն էլ մի քիչ շատ հարաբերական է։ Ճիշտ է, դրսի որբի հետ համեմատած կուշտ էին համեմատաբար, բայց ինչպես դուք ասացիք, բրնձի չափով այնտեղ նաև բուժքույրերից մեկի նամակներից մեկը կա, որ մի կտոր փոքր կտոր հաց եւ բրնձով ապուր ամբողջ օրվա ուտելիքը նաև տարիներ են եղել, որ դա են եղել։ Զրկանքներ եւ այլն դժվար պահեր շատ են։ Ես հիշում եմ տատիկից, որ ինքը պատմում էր, որ ասում էր հացը կեսը ուտում էի, կեսը պահում էի եղբորը, որը նույնելի որբանոցում էր եղել, որ փոխանցել դա էլ է ցույց տալիս, որ նախ որ քիչ է եղել ուտելիքը, երկրորդն էլ որ այն ժամանակվանից այդ փոխօգնությունը իրար օգնելու շատ այդպես շատ տպավորիչ բան էր, էլի։ Հետո քույր եղբայր են իրար անվանել։ Մարիս պատմում է, որ որբանոցից հետո տատիկ պապիկը շատ ջերմ հարաբերություններ են ունեցել որբերի հետ։ Քույր եղբայր են իրար անվանել, հաճախակի հանդիպել, իրար տուն գնալ, իրար օգնել։ Ուզում ասեմ դա էլ մի հետաքրքիր կարծես։ Հա, շատ, ես մորաքույր ունեմ, ով իմ տատիկի կողմից մորական, իրենք հարազատ չեն եղել իրար, մորաքույր, բայց այնքան մոտ են եղել ամբողջ կյանքը, որ ես միջև հիմա ընկալում եմ որպես մորաքույր, հա, եւ դա ինձ թվում է շատ ավելի մեծ արժեք է, որտեվ այդ արունակցական չի կապը, բայց կապը ամենօրյա գործողությամբ, ամենօրյա իր խնամքի, իրար հետ շփվելով է ձևավորվել, որը շատ ավելի ամուր կապ է ինձ թվում է։ Ես գիտեմ նաև, որ իհարկե դրան չեմ անդրադարձել, որովհետև մոտ ավելի շատ հետաքրքրության հարցերն էին, ինչով էին զբաղվում, ինչ էին ուտում, ինչ էին հագնում, որպես որբի ժառանգ այդ հարցադրումներն եմ ես իմ առաջ դրել, բայց ես գիտեմ նաև, որ ունեցել են ծանր պատժամիջոցներ, պատժել են շատ։ Խստություն է եղել, այսինքն։ Այսինքն այդ կարգապահությունը շատ կարևոր է եղել։ Սրա համար ես չեմ ուզում ոչ մեկին արդարացնել, բայց մտածում եմ, պատկերացրեք 20,000 որբ եւ դրանց բերել որևէ չգիտեմ դա ոնց ձևակերպեմ, որպեսի կարգապահության բերես, ստիպված պետք է դիմես այդ միջոցների, որպեսի կարողանաս դպրոց ուղարկել, կարողանաս արհեստագործական ինչ-որ մի բանի սովորացնես, դա կլինի թիթեղագործություն, կլինի կոշկակարություն եւ այլն։ Հավանաբար կամ Եվ ոնց էլ լինեն անջան նման միջավայրում փակ միջավայր, ենթադրենք միասեռ նաև միջավայր, ոնց էլ լինի միշտ խնդիրները կլինեն, իրար հետ անախորժություններ կլինեն, կռիվներ էլ կլինեն, իրար դեմ ինչ որ կլինեն, նորմալ է, մարդկային է, պես չի որ։ Ամեն դեպքում չմոռանանք իրենց տրավմաները, որովհետև զրկված են եղել հարազատից, զրկված են եղել ծնողներից եւ տարիներ շարունակ ապրել են որբի կարգավիճակով, այդ հոգեբանական պահն էլ կարծում եմ, որ շատ կարևոր է եղել։ Հա, համաձայն եմ։ Եվ իմիջիալուց ասեմ, որ այնտեղ մի հետաքրքիր միտք էլ կարդաց այդ ընթացքում գրքի ստեղծման, որ այդ արհեստագործական աշխատանքները նաև թերապևտիկ նշանակություն ունեին եւ դրան շատ մեծ տեղ էին տալիս, որ աղջիկները, որ ասեղնագործ էին, դա ոնց որ թերապիայի մի տեսակ էր, տղաներին էլ զբաղացնում են, որպեսզի անընդհատ միգուցե այդ ագրեսիան լարվածությունը միգուցե հանվեր, որ անընդհատ Իսկ դաստիարակներ աշխատողները հայեր էին, ամերիկացիներ էին։ Հիմնականում հայեր էին եղել, որքանով որ պատկերը իմոց ստացվեց, որբանոցների տնօրենները եղել են հիմնականում ամերիկուհիներ, փոխտնօրեններն արդեն եղել են տեղացի հայեր, բայց պետք է անպայման լեզուներ մի քանի իմանային, պետք է կրթված մարդիկ լինեին։ Ասեմ, որ Վարդան Աճեմյանի հայրը եղել է Կազաչի պոստ
որփանոցի փոխտնօրենը եւ Վարդան Աճեմյանը իր առաջին պիեսը հենց Կազաչի պոստում է բեմադրել եւ որփերի համար եւ նաեւ որփերի ներգրավվածությամբ դա կարծես իր առաջին քայլերը հենց եղել են Կազաչի պոստում Տակշկիր է իսկ բաստոր հետաքրքիր մի բան նաեւ տեղի ունեցավ անկախ Հայաստանը ինքը դա փաստացի փոխանցեց արդեն խորհրդային իշխանություններին խորհրդային Հայաստանին եւ ու հետաքրքիր էր եթե առաջի հանրապետության ժամանակ Միացյալ Նահանգները Հայաստանի այսպես դաշնակիցներ եւ այսպես շատ լավ այդպես ընկալում ուներ խորհրդային միության համար արևմտյան պետություններ կապիտալիստական պետություններ բայց ինչ որ մի որոշ ժամանակ թույլ տվեցին որ շարունակեն աշխատանքը չէ Լենինի թույլտվությամբ շարունակեց գործունեությունը Ամերիկոմը սակայն Լենինի մահից հետո շատ ավելի խնդիր առաջացավ կոնֆլիկտ շատ մեծ ստեղծվեց եւ հիմնականում դա դասիրակության վերաբերյալ էր, որովհետեւ Ստալինը կարծում էր, որ արևմտյան դասի կրթություն են ստանում որբերը, փոխանակ ստանալու գյուղատնտես կամ գյուղացի կոմունիստ, այսպես ասած, դառնալու փոխարեն իրենք արևմտյան արժեքներ են կրում, կարդում են օտար երկրացի, այսպես ասած, օտարալեզու, օտար երկրացի գրողների աշխատանքները, որը բնականաբար չէր թույլատրվում Եվ Ստալինից սկսած արդեն սկսեցին այդ ճնշումները եւ դա էր ամենակարևոր եւ այդ կոնֆլիկտներից մեկը հենց դա էր որ կամած արդեն որփանոցները սկսեցին քիչ ավելի գործունեությունը փոքրացնել չնայած որ որբերն էլ արդեն մեծացել էին դուրս էին եկել եւ այլն դա 29-30 թվականներից արդեն փորձեցին թույլտվություն վերցնել որպեսզի գոնե կրթական խորհրդատվական գործառույթ իրականացնել Հայաստանում, սակայն դա էլ մերժվեց եւ 3 ամերիկացի աշխատողները 31 թվականին մեկնեցին եւ աղբյուրներ կա, որ այն բոլոր մարդիկ, ովքեր տեղացիներ աշխատել են որփանոցներում, հիմնականում աքսորվել են։ Էլի համարվելով Ստալինյան բռնաճնշումների զոհանդարձը։ Այո, որովհետեւ համարել են, որ իրենք արևմտյան արժեքներ կրող հաստատության հետ են տարիներ շարունակ աշխատել, այդ թեման ընդհանրապես փակ է եղել։ Խորհրդային միության փլուզումից հետո միայն արդեն հուշագրությունների, ժառանգների միջոցով ոնց որ էլի ալիք բարձրացավ, այս թեմային անդրադարձ եղավ։ Հետաքրքիր է նաև Միասնիկյանին հիշեցիր իր այդ վերաբերմունքը, ինքը փաստացի ինքն էլ ուրիշ տեստական ուներ, այդ որբանոցների, որ պետք է մնան Հայաստանում, չպետք է հատկապես տղաների դուրս գալը Հայաստանից աններելի էր համարում եւ իր հրամանով էր որ կասեցվեց եւ կան հարցազրույցներ որտեղ ժառանգներն ասում են որ տատիկս գնացքի մեջ 1 օր սպասել է, չեն իմացել շարժվեն, թե չշարժվեն եւ վերջում արդեն բոլորին իջացրել են, որտեղ հրաման է եկել, որ այլևս Հայաստանից ոչ մի երեխա պետք է դուրս չգա, հատկապես տղաները պետք է Հայաստանից դուրս չգա։ Եվ դա լավ է իհարկե։ Իհարկե դա լավ է, որովհետեւ եթե բոլորին տանեին, սովից էլ մեծ մասը զոհվեին, բնականաբար։ Իսկ բանը փակվեցին եւ այդ ուզում եմ այդ շենքերի ճակատագրի մասին մի քիչ խոսենք։ Հիմա մի մասը ռուսական չէ, բազա բանի այսպես զորակազմի մաս են, հա, պոլիգոնը կոնկրետ։ Պոլիգոնը երկու մասի է բաղկացած, շատ մեծ տարածք կա, որը հիմա ռուսական այդ ռազմական բազային է պատկանում, գործող է, հիմա այնտեղ ապրում են եւ այլն, դե փակ տարածք է, այնտեղ մտնել հնարավորություն չկա, բայց դիմացի փողոցը ես եւ ամուսինս գնացինք, զբոսնեցինք բավականին, այնտեղ մինչեւ հիմա դռների վրա գրած է DOS ըստ համարակալման կարծում եմ թե եղել են շենքերը DOS 16, DOS 17 եւ այլն, բայց այդ շենքերը բոլորը սեփականաշնորհված են, հիմա մարդիկ են ապրում, ձևափոխել են, փոփոխության են ենթարկել, պետք է շատ ուսումնասիրես, որ հասկանաս, որ դա այդ շենքերի մի մասն է, դիմային, այդ նույն ֆասադով, նույն ճարտարապետությամբ, բայց Կազաչի պոստը իմ համար շատ հարազատ է, որովհետև այնտեղ է նաև այդ կազակական եկեղեցին, որը շատ մեծ առանցքային դեր է ունեցել հենց որբերի կյանքում, որտեղ այնտեղ ժամերգություններ են արել, որբերը ունեցել են երգչախումբ, որտեղ երգել են շաբաթ կիրակի օրերը
Էջմիածնից մեր հոգևորականները գնացել այնտեղ պատարակներ են անցկացրել եւ այլն։ Կազաչի պոստի շենքերի 90%-ն էլ սեփականաշնորհված են, այնտեղ շատ եմ եղել, բնակիչները հրավիրել են, փոփոխություններ են ցույց տվել, պատմել են թե ինչպես է եղել։ Ցավ եմ ասում։ Իրենք հիշում են, որտեղ են իրանք ապրում, գիտեն։ Այո, գիտեն, դրա կարևորությունը կան, ասեմ, որ տանիքները Սարիղամիշից բերած այդ գերաններով է եղել, որոնք մինչև հիմա կան, շատ դիմացկուն են, այսպես ասած։ Մեկ շենք կա, որը առանց տանիք մնացել է, ցավոք սրտի, եւ ջանքեր մի փոքր թափեցի ես, որպեսզի դա գոնե թանգարանի վերածվեր գիտարդոստական կենտրոնի, առաջին հարկը գոնե լիներ են բոլոր արհեստների տեղը, որտեղ որբերին սովորացրել են, զբոսաշրջիկը կգար, կվճարեր, իր ձեռքով կաներ որոշ մաս, ավելի վիզուալ կդառնար, ավելի կհասկանար ինչը եւ այլն։ Վերջ-վերջո դե չմոռանանք, որ Ալեքսանդրապոլ, Լեննական Գյումրին 20-րդ դարասկզբին աշխարհի ամենամեծ որբաքաղաքն էր համարվում եւ դա մոռանալ կարծում եմ որ աններելի է։ Սևերսկի պոստն էլ նույն ճակատագրին է կարծես թե արժանացած, այնտեղ կան զինվորական զորամիավորումներ, կարծեմ եւ հայկական եւ ռուսական, այնտեղ կան փակ ոչինչի ոչ պիտանացույց շենքեր, որոնք էլի տարիները անցնում են, անձրև ձյուն քայքայվում են եւ այնտեղ նաեւ կարծեմ թրջունյաց տուն կար, չէ՞ որքանոց, որը փակվեց վերջի ժամանակներս, դա էլ անհասկանալի էր ինչու։ Ամեն դեպքում շենքերը կայուն են, բայց ժամանակը անխնա է եւ կարծում եմ, որ այդ շենքերը ամեն դեպքում կարելի է դրանցից մեկն ու մեկը վերածել թանգարանի։ Հասկանում եմ նաեւ, որ թանկ հաճույք է թանգարան պահելը եւ այլն, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ դա երկրորդ շնչառությունը կբացեր Գյումրու համար, որտեղ կան շատ հետաքրքրող մարդիկ, ովքեր իսկապես եւ ժառանգներ են, եւ հետաքրքրված են, հաստատ կգային։ Այդ թանգարանը կլիներ նաեւ կարծես բոլորին կանչող բերող։ Հա, եւ դա կլիներ այն կարող մի հարցի մասներ եմ ուզում խոսենք, այդ հիշողության պահպանման, հա, այդ ինչպես եւ այդ հարցն է կուզենայի որ քննարկեինք, թե ինչպես պահպանենք հիշողությունը եւ դարբես ոնց մենք փոխանցենք այլ գալիք սերունդներին։ Մտածել ես դրա մասին։ Երբ հարցազրույցներ սկսեցի վերցնել, անկեղծ ասած մեջս մի մեծ տագնապ եղավ, որտեղ շատ հաճախակի ինձ հարցնում էին ում է պետք 100 տարի առաջվա մենք հիմիկվա ունենք, ցեղասպանություններ, խնդիրներ ունենք, թարմ ավելի վերքեր ունենք, ում են պետք նրանց կյանքը կամ որ փորփրում ենք որ ինչ եւ այլն, եւ անկեղծ ասած ես մի տեսակ շատ վախեցա հոգեպես, մտածեցի որ եթե մենք մեր սեփական ձեռքերով փորձում ենք ջնջել մեր պատմությունը, ապա թշնամին հաստատ դա կջնջի։ Կարծում եմ, որ շատ պետք է զբաղվել այդ պատմությունները հավաքելով եւ այլն եւ պարտադիր պետք է դրանք փոխանցել։ Ես օրինակ բոլորին հորդորում եմ, եթե ունեք պատմություն, գրի առեք, կարևոր չի որ լինի շատ գրագետ, որ դա լինի ստեղծագործական, չգիտեմ ինչեր լինեն, պարզապես գրի առեք միտեղ թողեք, որպեսզի սերնդեսերունդ անցնի։ Պետք է լուսանկարները չվերացնել, եղան հարցազրույցներ, որտեղ ոչ մի լուսանկար չէր պահպանվել, ասում էին, որ մահացած մարդու լուսանկարը պահում ենք, ինչ անենք, վերացրել ենք, մենք մեր ձեռքով ենք վերացնում, ինչպես անենք, ունեք թանգարանը կարելի էր ստեղծել, հասկանում եմ, որ դա շատ մեծ մեգա նախագիծ է, բայց եթե մենք համատեղ ուժերով դա կարողանայինք խելքի բերել եւ կյանքի կոչել, կարծում եմ շատ լավ կլիներ։ Որտեղ ես գիտեմ, որ շատ չեն թանգարաններում Գյումրվա հենց որբանոցների մասին, թեման շատ չի իրականում, որը կան այնքանով որքանով կապված են այս կամ այն անձնավորության հետ, իր կյանքի հետ, հա։ Բայց չէ որ շատ մեծ կարևոր, միգուցե վատ բան եմ ասում, առավելություն ունի Գյումրին, որ համարվել է աշխարհի ամենամեծ որբաքաղաքներից մեկը։ Սա որպես բիզնես պրոյեկտ էլ կարելի է դիտարկել, կարծում եմ, եւ սրատակ լիքը հետաքրքիր բաներ կարելի է անել եւ երկրորդ շունչը տալ Գյումրուն շատ ավելի մեծացնելու ծավալը զբոսաշրջիկների, եթե այդ տեսանկյունից ենք նայում, ել չեմ ասում ավելի հոգեբանական կապը, այդ զգացմունքային պահը եւ այլն եւ այլն։ Շատ խոսենք, երբ մեր տատիկ պապիկները դեռ ողջ են, խոսեցնենք անպայման, ձայնագրենք, բարբերաբար դպրոցներում հրավիրենք մարդկանց, ովքեր ժառանգներն են եղել, թող զրուցեն, պատմեն, որովհետև ամեն դեպքում
հիմա մեր երեխաները շատ զբաղված են իրանց այդ խաղերով, սարքերով, գեջիտներով, ինչպես մոդայիկ բառերը որ կան, պետք է իրենց ուշադրությունը մենք բերենք ինչ-որ մի կերպ, որ իրենք հիշեն, այլապես Ես մի հանձնարարություն եմ, որ բոլոր ուսանողներից տալիս եմ, իմ մոտ բոլոր կուրսերս վերջում արդեն ավելի մոտ ավարտական մի քանի շաբաթ երբ որ մնում եմ մեր դասընթացի ավարտին, բոլորին հանձնարարում եմ գնալ եւ խոսել ծնողների հետ եւ կազմել իրենց ընտանիքի պատմությունը, որտեղից են իրենց տատիկ պապիկը, որտեղից են եկել, ոնց են փրկվել ցեղասպանությունից, եթե առնչություն ունեցել են, եթե նույնիսկ չեն ունեցել, որտեղից է եկել շարովը, ու շատ դուր է գալիս իրանք սկզբից նեղվում են բան, բայց դու գալիս ասում են խոսեցինք այնքան լավ անցավ երեկոն, նստեցինք, պատմեցին, մերոնք նկարները բերեցին, բան Պես նաև իրանք ընտանիքի ներսում են կապեր ստեղծում, էլի, մանավանդ որ դա գրեցին, գոնե ինձ հանձնեցին որպես տնային հանձնարարություն արված, իմ մոտ դա գոնե արդեն պահվում է։ Գոնե պահտվեցին, գոնե միտեղ գրված, պահպանված մնաց, որովհետև բերանացի այդ պատմությունը։ Առավելևս որ իրանք դա արեցին, գրեցին, իրենք կհիշեն։ Իրենք եւ ամիսօր հիշելու բան կունենան, որտեղ օրինակ ես էլ ցավում եմ, ես իհարկե տատիկս պատմում էր, ես ինչ որ բաներ հիշում եմ եւ այլն, բայց օրինակ պապիկիցս ոչ մի բան չեմ հիշում։ Շատ քիչ է պահպանվել եւ դա միշտ մտածում եմ, որ օրինակ եթե ինձ է մի օր դպրոցում այն նման ձև մեկը հանձնարարեց եւ ստիպված գնա իր հետ խոսեի, միգուցե ինչ որ բան մնար էլի։ Հա, իսկ դա շատ կար, որովհետեւ հիշողությունը կորելու, մարելու սովորություն ունի։ Մի շատ հայտնի այսպես դեպք ասացված կա, երբ որ հոլոկոստի հետ կապված են ասում են տատիկս հիշում էր, որ իր մայրը եղել է ասենք Auschwitz-ի 18-րդ բառակի վերևի բանում էր ինքը քնում, ասում եմ մայրիկս հիշում էր, որ իր տատիկը եղել է Auschwitz-ում։ Ես հիշում եմ, որ իմ տատիկի ծնողը հոլոկոստի վերապրող էր, այսինքն տեսեք ոնց է մարում է կրճատվում, իսկ ինչ կհիշի իմ երեխան արդեն չգիտեմ էլի, հա, եւ դա իրոք այդ ժամանակի մարելը պետք է մենք պահենք էլի, այդ հիշելով նաեւ այդ գրի առնելով։ Ես որոշել եմ իմ տատիկ պապիկի ամբողջ փաստաթղթերը, որոնք բավականին հարուստ են լուսանկարները, հանձնել Ցեղասպանության թանգարանի ինստիտուտ հիմնադրան, որովհետեւ ես ինձանից հետո ավելի քան համոզված եմ, որ ոչ մեկին դա չի հետաքրքրում, ինձ շատ է հետաքրքրում, ես բոլոր ուսումնասիրել եմ, առանձնացրել եմ, դրել եմ ավելին հասկանալու համար։ Եվ ես կարծում եմ, որ լավագույն տեղը, որտեղ կարող ես պահ տալ, դա միանշանակ Ցեղասպանության թանգարան ինստիտուտն է։ Դա շնորհակալություն, ու ես ուզում եմ, որ բոլորին մենք կոչ անենք, որ եթե դուք ունեք տանը ձեր ընտանեկան, չգիտեմ, լուսանկարները, պատմությունները, նույնիսկ եթե նույնիսկ մարդիկ դա պահում են որպես մասունք եւ չեն ուզում հանձնել, ուզում են իրենց ընտանիքում մնան, էլի թող մնա իրենց ընտանիքում, ընդամենը բերեն եւ դրա պատճենները գոնե թանգարանը անի եւ լինի երկրորդ պատճենները, որոնք Աստված մի արասի, եթե նույնիսկ ձեր օրիգինալները այդ մի բան կպատայի, դուք կարողանաք հետո գաք եւ թանգարանից դրա պատճենները ունենաք, դա ամեն դեպքում կհարստացնի եւ ֆոնդերը թանգարանի եւ հիշողությունը կպայի։ Կպահպանվի հիշողությունը եւ սերնդեսերունդ գոնե կանց։ Անջան, նաեւ ուզում եմ քո երկրորդ գշկից է հարցնեմ, թե այսօր չենք բերել, հա։ Հա, բայց արի մի հատ դրա մասն մի փոքր խոսենք, նոր քեզ բաց թողնեմ։ Ուրեմն շատ էի տպավորված այս փաստաթղթերով, փաստագրություններով, հարցազրույցներով, ամեն մի հարցազրույցից հետո երևի թե 1-2 օր ապրել եմ դրանցով։ Ամեն անգամ հասկացել եմ, որ շատ դժվար գործի մեջ եմ ներգրաված եւ մի պահ եղավ, որ դադարացրեցի, որովհետեւ արդեն զգում էի, որ միջից ասեմ, որ Նորա Ներսիսյանն էլ նույն բաններ ասում, որ հոգեբանորեն շատ ծանր էր իմ վիճակը եւ դադարացրեցի մի պահ, ես էլ դադարացրեցի արդեն, բայց այդ ինֆորմացիան այնքան էր հավաքվել, որ շատ արագ, այս գրքից հետո շատ արագ եւ վերնագիրը մոտս առաջացավ, խաչված ճակատագրեր եւ հասկացա, որ ուզում եմ մի հատ վիպակ գրեմ, մի Որփուհու կյանքից, որ սկսում է ամեն ինչը Կազաչի պոստից, հետո այդ ամբողջ ինչ որ ես պատմեցի իրական են եղել, կարծես շուրջ են պտտվում, իհարկե կերպարներ եմ այնտեղ ստեղծել, Որփուհիներ, իր ընկերուհիներ եւ այլն, իր մոտիկ ընկերուհին Միացյալ Նահանգներ է տեղափոխվում հիվանդության պատճառով, այդ կարոտն եմ նկարագրում եւ այլն։ Այդ նեղություն, սղություն, հագուստի պակաս, հոգեբանական ծանր վիճակներ, իրենց դպրոց, արհեստանոց, այդ աղտուկ կյանքը նաև ձանձրալի, որ որփեն, բայց ուրիշ բան չունեն անելու եւ այլն։
երկրորդ մասը արդեն փակվում է Կազաչի պոստը 24-25 թվականներին եւ տեղափոխվում է Պոլիգոն, որտեղ էլ եւ հանդիպում է իր մեծ սիրուն, դե գիտենք որ որփանոցում խրախուսում էին այդ մորասա ես հարցնեի ամուսնանալու հետ զույգեր բան այնտեղ հա խրախուսում էին իրականում խրախուսում էին որ շուտ ամուսնանան եւ եթե հնարավոր է որբը որբի հետ որպեսզի գոնե ընտանիք կազմելուց մի քիչ ավելի պինդ եւ կուռ լինեին դա հետաքրքիր բան էր որ նաեւ խրախուսվում էր իմ տատիկ պապիկն էլ որփանոցում են հանդիպել եւ ամուսնացել հանդիպում են եւ տղան գնում է Ստեփանավան սովորելու վերադառնում ամուսնանում են սակայն այդ կոնֆլիկտը որ եղել է միշտ որփանոցներում մեկը ով չկարողացավ հաղթահարել ցեղասպանությունը հոգեբանորեն դաժանացել էր մարդասպան էր համարյա թե դարձել եւ այլն հավակնում էր որ Անահիտի կողքին պետք է լինի եւ չկարողացավ տանել այն որ նա ուրիշի հետ ամուսնացավ եւ սպանում է Ինչ եմ ուզում, այստեղ հետաքրքիր բաներ կան, որ երկու ցեղասպանությունը վերապրած մարդ, մեկը ուզում է ապրել, առաջ գնալ, դրական է լցված կյանքի նկատմամբ, իսկ մյուսը չկարողացավ հաղթահարել։ Այսինքն տարբեր մարդիկ ընկալում են տարբեր ձևերով եւ ինչու խաչված ճակատագրեր, որ այստեղ եւ բոլորը մի տեղում են, մի միջավայրում են եւ խաչվում են նրանց ճակատագրերը հանդիպում են ուզում են ինչ-որ մի կերպ կյանք ստեղծել եւ երկրորդ վարկածը որ ինչ էլ ուզում են անել ամեն դեպքում նրանք խաչված են այդ երջանկությունը որպես այդպիսի շրջանցում է Ես ինչի նաեւ ուզեցա որ մենք խոսենք այդ երկրորդ գրքի մասին որովհետեւ ես շատ կարեւորում եմ գեղարվեստական գրականությունը, որը ստեղծվում է պատմական հիմքի վրա։ Դա շատ կարևոր է, դա նաև ուսանողներին, չէ, ուսանողներին, երեխաներին կարող է գրավի դեպի պատմությունը, որովհետև ես ինքս, ասենք, նույն այս պատմության մեջ ներգրավել եմ, մոտ պատմավեպերից է սկսվել, որ դու կարդում ես պատմավեպերը եւ քեզ գրավում է այդ միջավայրը, որը գրված է հենց վեպի տրամաբանությամբ, իրադարձությունների այսպես խաչված լինելով քո ասած, ինքը նաև քեզ հետաքրքրացնում է արդեն երբ որ դու սկսում ես պատմություն ուսումնասիրես որպես գիտություն։ Այդ առումով ես ժամանակին խորհրդային շրջանում մենք շատ ունեինք պատմավեպեր, ասենք ամբողջական մարտիկային, ովքեր պատմավեպեր էին գրում կամ նույնիսկ պետական պատվեր կար, ասենք, չգիտեմ, Դերենիկ Դեմիրճյանն էր գրում Վարդանանքը կամ Դավիթ Բեկի այդ բանը նույնտեղ ֆիլմը իհարկե նկարվեց։ Ուզում եմ ասեմ այդ բանի վրա շեշտը դրվում էր։ Ցավոք սրտի մեր այս անկախության շրջանում էս Հայաստանում մենք մի քիչ այդ դրանից չունեցանք շատ գործեր, որոնք հենց պատմավեպեր կլինեին, էլի պատմության իրական իրադարձությունների վրա հիմնված գեղարվեստական գործեր, դրա համար շատ ողջունում եմ քո նաև այդ երկրորդ գիրքը։ Ասեմ, որ երկլեզու է մի գրքի մեջ, նաև անգլերենը կա, որպեսզի ավելի հեշտացնենք այն մարդկանց աշխատանքը, ովքեր մտածում են, որ դե հայերեն չգիտեն, ինչպես կարդան եւ այլն, ամեն դեպքում կարծում եմ, որ այնտեղ հետաքրքիր մտքեր կան, որ խորհելու տեղիք են տալիս։ Իհարկե տխուր է ստացվել, դե չէր կարող ուրախ լինել այդ թեմայով, բայց ամեն դեպքում հետաքրքիր է, ընթերցելուց հետո տարբեր կարծիքներ եմ լսում։ Բայց դա ամեն դեպքում քեզ տալիս է հույս էլի, ինչ այդ շարունակականության առումով էլի, որ այսինքն նույնիսկ որ ցեղասպանությունից հետո մարդիկ ովքեր հաղթահարում են էլի այդ ամեն դեպքում գլխավոր հերոսուհին մնաց մենակ, բայց իրեն նվիրեց արվեստին, դարձավ դերասանուհի եւ ամբողջ կյանքում ինքը ապրեց լավ ցույց չտալով այն ինչը ինքը ապրել էր իր հոգու մեջ պահելով այն ցավը որ ինքը ուներ ամեն դեպքում դրական նոտայով Լավանի ջան շատ ապրես որ սրանով զբաղվում ես ինձ թվում է որ ես պետք է ինչ որ մեկը սրանով զբաղվեր բայց թեման ինքը այնքան ծանր է մեր լսողները ճիշտ ասած շատ դեպքերում երևի չեն ընկալում ինչքան ծանր թեմա է մենք ունենք առնչվում ենք որտեվ երբ որ տեսնում են վերջնական պրոդուկտը թվում է թե շատ հեշտությամբ դա գրվել է իրականում դու ճիշտ ասացիր ամբողջը քո մեջով անցկացնում ես եւ շատ դեպքերում իրենց տառապանքները դու հետները զուգահեռաբար այդ դրա ճանապարհով գնում ես դրա համար շատ ապրես որ այդքան համարձակություն ունեցա որ ես մարդկանց հետ խոսեր ես անձամբ չէի կարողանա անել մի փոքր բան պատում երբ Գյումրիում Տիկին Մկրտչյանի հետ Սուսաննա Մկրտչյանի հետ հարցազրույց եղավ հենց կենտրոնում որտեղ աշխատում են շատ հուզիչ էր ու շատ հետաքրքիր պատմություն ունի երբ դուրս եկա եւ քայլում էի փողոցով ուզում էի այդ ամբողջ ինֆորմացիան քամուն տալ որովհետեւ այնքան բան կար մեջը եւ հուզմունք եւ ջերմություն կար եւ այլն ու քայլում էի ու ինձ թվում էր թե
իմ հետ քայլողները դրանք են մարդկան ժառանգներ են, ովքեր եղել են այդ նույն որբանոցներում, ինձ մտածում եմ, որ այս փողոցներով են քայլել նույն որբերը, այս փողոցներում են ապրել այս նույն որբերը, ինչ հետաքրքիր են եղել, ինչպիսի մարդիկ են եղել, ոնց են եղել։ Շատ դժվար է, ամեն անգամ միջովդ անցնում է այդ ամբողջը, հետո այնտեղ վերլուծություն, տարբեր նաև արխիվային նյութեր ուսումնասիրելը բավականին ծանր թեմա է։ Հեշտ չի ստացվում եւ հեշտ չի տրվում, բայց լավ է որ ստացվեց։ Հա, շատ ապրես։ Վերջին հարցին գամ ավանդական, երկու հարց է իրար մեջ, բայց իրար հետ փոխկապակցված։ Մեկը ինչու ընդհանրապես զբաղվել հումանիտար գիտություններով։ Գիտեմ, որ դու էլ Ամերիկա գետ ես, նաև քո ամբողջս գիտական գործունեությունը հենց հումանիտար ոլորտում է։ Ինչու զբաղվել հումանիտար գիտություններով, որտեղ մարդիկ կան չէ, ասում են դե ֆիզիկայով, քիմիայով, բնական գիտելիքներով, ինժեներական, հիմա տենց չգիտեմ, համակարգչային, արհեստական բանականություն, բան ու շատ դեպքերում զարմանում են դե ինչ գործ ունենք մենք հումանիտար ոլորտում, սա առաջինը, եւ երկրորդ ինչի կոնկրետ դու որոշեցիր, որ հենց պետք է դրանով զբաղվես եւ ոչ թե այլ ինչ որ առարկայով։ Ես ամբողջ կյանքում չեմ հավատացել ճակատագիր ասվածին, բայց հիմա արդեն ինչ որ հետ եմ նայում, զգում եմ, որ կա այդ, չեմ կարող ասել դա ճակատագիրը ինչի, բայց փոխկապակցված այսպես գործողությունների շարք, որը քեզ բերում է ինչ որ մի տեղ, մի կետի է բերում։ Երբ ես քննությունները հանձնեցի ընդունելության համար եւ ընդունեցի Բրյուսովի անվան օտարալեզու ինստիտուտը այն ժամանակ կոչում անգլերեն լեզու եւ երկրագիտություն ֆակուլտետը, առաջին իմ ռեակցիան էր, որ ես հնիաբան պետք է երևի դառնամ, իսկ նույնիսկ չէի պատկերացնում երկրագիտություն ինչ ասել էր, որտեղ առաջինն ենք մենք եղել, այդ տարի առաջինն էր։ Հետո երբ որ ուսումնասիրություն սկսեցինք արդեն դասընթացները եւ այլ, ես հասկացա, որ դա հենց այնպես չի եղել, որովհետեւ ես միշտ ամբողջ կյանքում շատ հետաքրքրված եմ եղել պատմությամբ։ Եվ այդ Անգլիայի պատմությունը ինձ շատ հոգեհարազատ էր։ Հետո երբ որ ես սկսեցի ուսումնասիրել Ամերիկայի պատմությունը, դասընթացների հասկացա, որ դա էլ ինձ շատ հետաքրքրում է։ Հիմա հարցին պատասխանեմ, ինչու զբաղվել հումանիտար գիտություններով։ Չգիտեմ ինչու, ես կարծում եմ, որ առանց հումանիտար գիտությունների բնագիտական գիտությունները շատ անհետաքրքիր կլինեին։ Սա այն հետաքրքիր լրացուցիչ մասն է, այն բուրմունքն է, որը բերում է մեր բնագիտական այսպես ասած աշխարհին։ Չեմ կարողանում պատկերացնել առանց պատմության, չեմ կարող պատկերացնել առանց բանասիրության, միայն գիտությամբ կարծում եմ միգուցե, չգիտեմ, մեր նման մարդկանց համար միգուցե շատ անհետաքրքիր։ Չէ, ինձ բոլորի համար ու նույնիսկ այդ առանց արվեստի, ոնց կարելի ապրել առանց արվեստի, ոնց կարելի առանց։ Վերջնաշուտ արվեստն է, ոչ մի այդպես հավելյալ բան չի ստեղծում, նյութականի նկատի ունեմ, էլի, նյութական բան չի ստեղծում, բայց արու պատկերացու կյանքը առանց արվեստի շատ տաղտուկ կլիներ եւ շատ անհետաքրքիր կլիներ։ Եվ ինչու ես ել եմ ասում, սա երևի թե հանգամանքների բերումով ես հասունացա այնքան, որ պետք է սկսեի աշխատել։ Շատ ուրախ եմ, որ 40 եւ ավել տարի գոնե այդ տարիքում կարողացա իմ համար բացահայտել մի ոլորտ, որ ինձ շատ դեռևս հետաքրքրում է, որովհետև մինչև այդ ես շատ մակերեսային գիտելիքներ ունեի, կոնկրետ շատ բան իմացա նաև իմ հայրենիքի պատմության մասին, լինելով երկրագետ, ուսումնասիրում էի այլ աշխարհներ, բայց Հայաստան, դե այդ էլ հանգամանքների բերումով էր, որտեղ մենք այդ անցումային ժամանակահատվածի սերունդ ենք, այնտեղ մենք չենք էլ անցնում հաջորդի պատմություն, գրքեր էլ չկան եւ այլն, 88-89 թվականներ եւ այլն, այնպես որ կարծում եմ, որ պետք է լինել այնպես, ինչպես որ եղավ։ Իմ պատասխանը սա է, չգիտեմ։ Վերջում եկար էլի ճակատագրակ։ Էլի չեմ հավատում, բայց ամեն դեպքում էլի բերեց կանգնացրեց մի կետի, որ երևի թե պետք է սա արվեր, որպեսզի շատ ավելին իմանայինք եւ գնահատեինք այն ինչ որ ունենք։ Այո, եւ լավ արվել է, ասեմ նաեւ մեր լսողներին, որ այստեղ կա նաեւ իմ տատիկի պատմությունը, իմ քույրիկի կողմից պատմված, այնպես որ ինձ համար նույնպես շատ այսպես հոգեհարազատ իմ ընտանեկան պատմությունը ամփոփող գիրք է։ Անի ջան, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, Սուրեն ջան։